Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Ողջույն պարոն Խուրշուդյան, շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Հայտ Միրզոյանը, արտգործնախարար, հարցազրույց է տվել Deutsche Welle-ին եւ չի բացառել, որ ռուսաստանյան ընկերություն կարող է որևէ ռուսաստանյան ընկերություն կարող է լինել ենթակապալառու այդ Թրամփի վրա։ Նա իհարկե ասել է կան երկրներ, որոնք չեն լինի հաստատ, բայց ասել է ցանկացած երկիր, նաև Ռուսաստանը կարող է լինել, եթե Հայաստանը եւ Միացյալ Նահանգները իրենք միասին են որոշում եւ ընտրությունը կատարում։ Նախ Հայաստանին եւ հարցազրույցավարին եւս դա շատ հետաքրքիր էր, արդյոք Հայաստանը համաձայն կլինի, որ Ռուսաստանը լինի ենթակապալառու, եւ հաջորդ իմ հարցը լինելու է Թուրքիայի անունը չտվրեց, բայց ինչ եք կարծում, Թուրքիայի մասին ինչ կպատասխաներ կամ ինչ դիրքորոշում կարող է ունենալ Հայաստանը։ Ուրեմն տեսեք, իրականում շատ անորոշ էր արտգործնախարարի Հայաստանի արտգործնախարարի պատասխանը եւ այդ բացառման մեջ երբ որ հատուկ շեշտվեց, որ Միացյալ Նահանգներն էլ պետք է համաձայնության տան, հա, կարծես թե հասկացնում էր, որ ոնց եք պատկերացնում, որ Միացյալ Նահանգները համաձայնվի ռուսներին տալ այնտեղ ինչ որ ենթակապալառուի տարբերակ։ Նույն կերպ երբ որ խոսում էր, որ որոշ դեպքերում կբացառվի, այո, կարող էր ենթադրվել, որ Հայաստանն էլ պարզե բացառելու է Թուրքիայի մասնակցությունը։ Չնայած, գիտեք, մեծ քաղաքականության մեջ դու պետք է հասկանաս ինչի դեմ ինչ է ստանում։ Ինչ վտանգ է Հայաստանին ներկայացնելու, օրինակ, եթե Թուրքիայի կապալառուն այնտեղ վերցնի շինարարությունը։ Ես հասկանում եմ, ինչքան ոչ պոպուլյար բան կարող է հիմա թվալ իմ ասածը մեր շատ հեռուստադիտողների համար, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ օրինակ Սերժ Սարգսյանի օրոք, չէ, ավելի շուտ, Ռոբերտ Քոչարյանի օրոք, երբ որ Հայաստանում Միացյալ Նահանգները վերանորոգում են իրենց դեսպանատունը, կառուցում էին ավելի շուտ իրենց դեսպանատունը լճի Երևանյան լճի վրա, այդ դեսպանատունը ամբողջությամբ կառուցել են թուրք բանվորները, հատուկ բերել են թուրք բանվորների, որոնք կառուցում են։ Ինչի, որովհետև թուրքերի մոտ շինարարությունը լավ է ստացվում, հիմա փաստ է։ Իրենց երկրաշարժը վկա, հա, երևի։ Ես նկատի ունեմ, որ արտասահմանում իրենք ինչ որ կառուցել են, շատ հաջող են կառուցել, հետիք չի, շատ էժան եւ որակով են կառուցել։ Թուրքիայի, Ռուսաստանում թուրք շինարարները ստանում են կապալներ, ի տարբերություն նույն հայ շինարարներին, պարսիկ շինարարներին, հա։ Եվ նա գոհ են Թուրքիայի շինարարությունից։ Ամերիկայի դեսպանատունը ես կարծում եմ, որ գոհ է այն շենքից, որը կառուցել են թուրք շինարարները։ Հիմա խոսքը գնում է այդ կարգի կառույցներ չկառուցելու, այլ երկաթգիծ կառուցելու մասին, եւ եթե այդ ստանդարտներին համապատասխան թուրքերը կարողանալու են որակով ինչ-որ շինարարություն կառուցել, իսկ մենք պատրաստում ենք թուրքերի հետ առևտուր անել, մենք չենք կարող ասել ձեր ոտը Հայաստանում չլինի, ձեր շինարարները հանգարց տեղ բան չկառուցեն, հակառակը։ Եթե դրա դիմաց մենք ինչ-որ բան ենք ստանում, օրինակ ձեզ ասեմ, հա, ասենք թե առաջարկում են ամերիկացիները, ասում են ամենաէժանը եւ որակով մոտակա երկրներից չեն գնալու Չինաստանից բերել, հա, այն էլ ամերիկացիները, բարձրաշինարար, ասենք թե թուրքերն են։ Հիմա Հայաստանին հարցնում են, Հայաստանը ինչ պետք է ասի։ Կարող է չէ ասել, հա, թողան կառուցեն, բայց իսկի դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել եւ սահման չեն բացել մեր հետ։ Նու Արադ Միրզոյանի լավատեսությունից ելնելով ենթադրում եմ, որ այդ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը միջև տարեվերջ կբացվի կամ մյուս տարվա ամենաուշը մյուս տարվա սկզբին։ Բայց դա բավարար չի։ Կարգոն չի բացվում, այսինքն եւ բեռների փոխադրումները չեն բացվում։ Հենց մեր քաղաքացիների համար մուտքը Թուրքիա չի բացվում։ Էդ էլ է սահմանափակում։ Այդ բաժամիջոցի պես մի բան է, դու ոնց կարաս մի երկրից հրավիրել շինարարներ քո մոտ կառուցապատել, երբ որ այդ երկրի քո հանդեպ կիրառում է նման բաժամիջոցներ։ Բայց եթե դու նման բան ես ասում, ամերիկացիներն էլ ասում են, լավ, հələ խոսանք տենանք ինչ ալնում, գնում են Թուրքիային ասում են մի րոպե։ Մենք արդեն այդտեղ պայմանագիր ենք ընկել, շինարարություն ենք անում, նույնիսկ ձեզ ուզում ենք ներգրավենք որպես կապալառու, որ գաք այդ երկաթգիծը կառուցեք, բայց դուք sense բաներ եք միջև հիմա սահմանափակումներ եք դնում, կարա դա հիմք հանդիսանա թուրքերի համար, որ ադրբեջանցիներին ասեն, լսեք, մեզ լրիվ բաներից դուրս եք թողում տարածաշրջանային ծրագրերից, ինչա՞ քմահաճույքներին։ Այս արդեն բան է, կարմիր գիծա կոպիտ ասած, մենք բացում ենք սահմանները, գնում ենք այնտեղ շինարարություն անենք։ Մեզ դա ձեռ տալիս է, թե չէ։
քիչ բարձ քաղաքական մոտեցում դրսևորենք, էլի ոչ թե էմոցիոնալ, այս թուրք բառ ենք լսում մեր որոշ հայրենակիցներ, ասենք միանգամից տրամաբանական ռացիոնալ մտածողություն անջատվում է եւ առաջանում է զուտ էմոցիոնալ, այսպես հակադրվելու կրանքի ինչ-որ բաներ։ Ես ավելի, այսպես կավերնի բան կարող եմ ասել ոչ պոպուլյար, հա։ Ուղղակի ռուսական շինարարներ, եթե իմանայի որակով կարող են շինարարություն անել, նույնիսկ նրանց կապալ տալու դիմաց ինչ-որ բան կարելի է ստանալ։ Օրինակ, զուգահեռ պայմանավորվելուն, որ մենք ռուսներին բերում ենք այնտեղ շինարարություն անել, որովհետև շինարարությունը վերահսկողություն չի։ Պետք է շինարարություն անեն, թողեն գնան, իրենց փողը վերցնեն, թողեն գնան։ Բայց դրա դիմաց օրինակ դուրս են գալիս ԵԱՏՄ-ից։ Օրինակ, զուգահեռաբար ասում ենք մենք ձեր հետ խնդիր չունենք, եթե ունենանք, հենա ձեզ չենք հրավիր այնտեղ բան կառուցելու։ Բայց ԵԱՏՄ-ի հետ կապված խնդիր ունենք, որովհետև այս խնդիրները կա, լարսը անդադ փակվում է, ձեր որակները ստանդարտները մեզ չեն համապատասխանում։ Մենք Եվրոպայեն գնում, այնտեղ խանգարում է Եվրոպա գնալուն։ Այսինքն մի բանի դիմաց մի բան տալիս ես, ավելի կարևորի դիմաց ավելի փոքր ոչ կարևոր բան ես տալիս, այն էլի եմ ասում, դա ինչ որ բան տալել չի, ավելի շատ հոգեբանական ռուսների համար կարևորությունն է, որ իրանք այնտեղից լրիվ դուրս չեն մղվել։ Դու չես ասում Facebook-ի զորք բեր համաձայնվում եմ 9-րդ կետին։ Դա ընկերության մակարդակով է, պետության մակարդակով չէ։ Այո, բայց պետությունը, քանի որ դա շատ է կարևորում, ռուսները ուզում են գոնե մի բանով ընդ ներկա լինեն, որ հոգեբանորեն իրանք չզգան իրենց լրիվ դուրս մղված, հա, որտեղ իրենք դուրս են մղվում այնտեղից։ Դրա դիմաց ինչ ենք ստանալու, դա հարցը։ Նենց որ եթե մենք սկսենք քաղաքական կատեգորիաներով մտածել, ինձ թվում է շատ ավելի լուրջ արդյունքների կհասնենք։ Ուրիշ հարց է, որ ելի եմ ասում, ռուսները կառուցող չեն։ Ոնց որ երկաթգիծը Հայաստանի այսքան ժամանակ աշխատացնում են, ոնց որ աշխատացրել են 50 կմ/ժ արագությունից չի ավելանում գնացքների արագությունը, քարե դարում են թողել Հայաստանի երկաթգիծը, այնց էլ այնտեղ պիտի կառուցապատեն։ Դրա համար ես չէի ուզենա, որ ռուսները այնտեղ կառուցապատեն, նույնիսկ եթե դրա դիմաց մենք ինչ-որ բաներ ստանալու ենք։ Բայց ելի եմ ասում, մեծ հաշվով, եթե շատ կարևոր բան կարող ենք ստանալ, կարելի է այդ հարցը մտածել, քննարկել, բայց դա էլ գալիս է նրան, որ ամերիկացիները կհամաձայնվեն, թե չէ։ Դա ուրիշ հարց է։ Հաջորդ հետաքրքիր դրվագը այդ նույն հարցազրույցից այն պահն էր, երբ խոսվեց Եվրամիության անդամակցության մասին, եւ Արադ Միրզոյանը ասաց, մենք կարող ենք այս մեկ ամսվա ընթացքում անել, բայց հնարավոր է բառն էստեղ կարևոր, բայց կարող է եւ մյուս տարի անենք։ Զարմանալի էր, որ ասվեց, որ մեկ ամսվա ընթացքում կարող են անել, մինչեւ տարվա վերջ անել, բայց չեք կարծում արդյոք, որ այդ հնարավոր է ձևակերպումը լրիվ զրոյացնում է այդ հայտարարությունը, մտադրության մասին հայտարարությունը։ Չեմ կարծում, որ օդի մեջ նման բան ասի արտգործնախարարը Հայաստանի։ Ուրեմն տեսեք, մենք հիմա առերեսվում ենք մի իրողության հետ, երբ որ նույնիսկ մեր գործընկերները Եվրաքվեի շրջանակներում խոսում են որոշ գործընկերներ, որոնց հետ ես համաձայն չեմ, խոսում են նրա մասին, որ իշխանությունները շեղվել են դեպի Եվրամիություն տանել ճանապարհից եւ տանում են մեզ դեպի ԵԱՏՄ։ Ես հասկանում եմ, որ ընտրությունից առաջ գուցե ինչ-որ մի ուժ որոշել է պոպուլիստական կատարումներով զուտ այդ հարցը նենգափոխելով, որտեղ իրականության չի անպատասխան, մենք տեսնում ենք իշխանությունների քայլերը Ռուսաստանից կախվածություն նվազեցնելու, հա, ասենք մի հատ այցով չի որոշվում Սանտ Պետերբուրգ, չգիտեմ, կամ Դուշանբե կամ չգիտեմ։ Մեկ օրինակ բերեք նվազեցնելու օգտին։ Ընդամենը մեկ, կարելի է 15 օրինակ բերեմ, եթե ժամանակ ունենք։ Բերեք, քանիսը որ կարող եք։ Սկսենք ռուսական զորքերի հեռացումից հայ-ադրբեջանական սահմանից, 27 հենակետեր, Զվարթնոց օդանավակայանից հեռացումից, Մեղրիի անցակետից հեռացումից, հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանում պայմանավորվածությունից, որ ոչ թե զուտ ՖՍԲ զորքերն են լինելու, այլ համատեղ վերահսկողություն է լինելու։ Դիվերսիֆիկացիան արտաքին տնտեսական։ Մենք այս տարի կրկնակի նվազել է Ռուսաստանի հետ Հայաստանի առևտուրը եւ Եվրոպան արդեն որոշ տնտեսական սեգմենտների համար բացել է ճանապարհ, որ մեր ձկնեղենից բացի նաեւ այլ շատ ապրանքատեսակներ, ես այնօր հաճելիորեն զարմացած էի Լատվիայում, երբ որ տեսա հայկական տարբեր սննդամթերքներ, չրեղեն եւ այլն վրացականի հետ վաճառում էր։ Այն դեպքում, երբ որ Վրաստան առավելություն ունի Հայաստանի հանդեպ, քանի որ մաքսային գոտու անդամ է միասնական Եվրոմիության եւ այնտեղ 20% առնվազն ավելի էժան կարող է վաճառել, բայց մեկ է հայկական բրենդերը ճիշտ բրենդինգի ընթացքում հնարավոր է դա անել։ Ատոմային էներգետիկա, հա, բարձր է, որ մենք հիմնական բանակցությունները վարում ենք Միացյալ Նահանգների հետ եւ Միացյալ Նահանգների մոդուլայինի տեղակայման մասին ատոմակայանների եւ Հարավային Կորեայի մասնակցությամբ գուցե դա լինի, որ էլի հերուչի գլոբալ արևմուտքից, հա։ Բայց Ռոսատոմը վերահաստատեց իր
հետաքրությունը, հետո հազար անգամ վերահաստատի։ Ազդեցությունը եւ կարեւորությունը։ Գիտեք, տիեզերական բաներում էլ էին շատ հետաքրքրված, մինչև ձգեցին Հայաստանն էլ ուրիշների հետ տիեզերական համագործակցություն զարգացրեց։ Հա, քանիս է եղավ։ Եթե էլի ունեք, շարունակում ենք, Հայաստանը Եվրոմիության անդամության օրենք ընդունեց։ Հայաստանի իշխանությունները Եվրաքվեի ուրեմն ստորագրահավաքին անցալով 60000 ստորագրություն, ճիշտ է, դա հանդրակվե չէր, բայց 60000 ստորագրություն կար ժամանակում նախատեսված կրկնակի ավելի պակաս ժամանակում հավաքելը դա ուղերձ էր իշխանությունների, որ իշխանությունները ընկալեց, ընդունեց եւ ընդունեց օրենք Եվրամիության անդամության մասին, ոչ թե ԵԱՏՄ-ի հետ խորացնելու կապերը մասին, այլ Եվրամիության անդամակցելու մասին։ Հա, դա էլ կարևոր է։ Ասենք ռազմական համագործակցությանը։ Ռուսաստանի հետ մենք 0 ռազմական համագործակցություն ունենք։ Ոչ հապկի որևէ զինավարությունների ենք մասնակցում։ Այդ հերթով թվարկում են նրանց համար, որ ասում են, չէ, լրիվ դեպի Ռուսաստանա տանում Հայաստանին, այլ ոչ թե դեպի Եվրամիություն կամ Արևմուտք։ Առանցքային բան է անվտանգությունը։ Ոչ թե հապկի հետ ենք մենք զինավարություններ անցկացնում, այլ կռահեք թե ում։ Միացյալ Նահանգների ոչ թե հապկի խորհրդականներն են նստած եւ ռուսական մեր պաշտպանության նախարարությունում ոնց որ էին 20 թվականի պատերազմից հետո 2-3 տարի որպես կցորդ եւ խորհրդատու, հա։ Այո, այլ ֆրանսիական եւ ամերիկյան։ Զգացեք տարբերությունը, հա։ Ոչ թե հապկից կամ Ռուսաստանից ենք մենք զենք գնում, այլ Ֆրանսիայից, Հնդկաստանից եւ եվրոպական այլ երկրներից նաեւ, ոչ միայն Ֆրանսիայից։ Միացյալ Նահանգների հետ էլ բացվում է հնարավորությունը ավելի լայն ռազմական համագործակցության բացի վարժանքներից, որը էլի պակաս կարևոր չի։ Ում հետ են անվտանգություն ձևավորում ընդհանրապես։ Ոչ թե Ռուսաստանի հետ ենք մենք Տրամպի ուղի կնքում պայմանագիր, որ այնտեղ գան ամերիկացիները կոնսորցիում ձևավորեն Հայաստանի հետ եւ գլոբալ արևելք-արևմուտք ճանապարհները հայ-ամերիկյան վերահսկողության տակ անցնեն։ Ոչ թե Ռուսաստանի հետ, այլ Միացյալ Նահանգների։ Ոչ թե Ռուսաստանի հետ ենք մենք վարկային ծրագրեր բացում, այլ Եվրամիության։ Եվ հիմա Եվրամիությունն նաև 2.5 միլիարդի վերահաստատեց աջակցության ծրագրերը, արդեն նոր աջակցության ծրագրեր, Մարագոսի հայտարարությունն եմ ձեզ հիշեցնում, եւ սրանք ենթադրում են, որ շատ ավելի հեշտ դյուրամարս գումարներ են լինելու, քան այն ինչ որ այն 2 միլիարդը, որ 2.7 միլիարդը տրամադրել էին, որից 700 միլիոնն են իրացրել, 2 միլիարդն էլ իրացման փուլում է, բայց մի քիչ բարդ է, որտեղ այնտեղ ուրիշ հստակ չափորոշիչներ եւ նպատակներ էր դրված։ Սա ավելի լայն է լինելու, ոնց հասկանում, հա, այս 2.5 միլիարդը։ Ինչքան եղավ Տասնյակին հասնում է, եղավ, շատ եղավ։ Հիմա ես ուզում եմ ասեմ իշխանությունների մտադրությունների իմ կռահումները, հա։ Ակնհայտ է, որ Եվրամիության անդամակցության հարցը Ռուսաստանում շատ մեծ բացասական արձագանք էր առաջացրել եւ մտահոգություններ, որ Հայաստանը կարող է ԵԱՏՄ-ից դուրս գա, որտեղ պարզ է, որ Եվրամիության անդամակցությունը ենթադրում է Եվրամիության հետ միասնական մաքսային գոտու մեջ մտնել, հա, այն ինչ որ Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան արել են 14 թվականին ստորագրելով DCFTA-ն ու ասոցիացիան համաձայնագիրը, բայց հատկապես DCFTA-ը, այսինքն խորը Deep and Comprehensive Free Trade Area, այսինքն խորը եւ համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը եւ նման պայմաններում Ռուսաստանը սկսեց որոշակի քայլեր ձեռնարկել Հայաստանին մեսիջ ուղերձ ուղարկելու, որ հանկարծ նման բան չանի։ Այդ նախ փոխարտգործնախարարների մակարդակով անցած զգուշացնում էր, որ չի կարող Հայաստան Եվրամիություն մտնել առանց ԵԱՏՄ-ից դուրս գալու, կոպիտ ասած կհանենք ԵԱՏՄ-ից, եթե հանգարց այդ Եվրամիություն դեպի գնաք, չնայած իրավունք չունեն հանելու, տենց ընդհանրակարգ չկա, կոնսենսուսով են որոշումները որոշումներ կայացվում ԵԱՏՄ-ում, այսինքն Հայաստանն էլ պետք է համաձայնվի, բայց պարզ է, որ եթե դուրս են գալու, բան մտնելու ենք Եվրամիություն, ԵԱՏՄ-ից պետք է դուրս գանք։ Զուտ մաքսային գոտենի անհամապատասխան։ Ուրիշ հարց է, որ մենք ինքներս պետք է որոշենք երբ դուրս գանք, քանի որ փուլերի հարց կա։ Այնպես չի, որ մենք դիմեցինք Եվրամիության անդամակցության, միանգամից մտանք մաքսային գոտի Եվրամիության հետ, այնտեղ փուլեր կա։ Ոնց որ Ուկրաինան, Մոլդովան եւ այլն անցան։ Բայց ամեն դեպքում հասկանում ենք նաեւ, որ ինչքան էլ մենք տեսականորեն զուտ իրավական տեսակետից այդ իրավունք ունենք ինքներս որոշենք երբ դուրս գանք այնտեղից, բայց իրենք կարող են այնպիսի ճնշումներ գործադրել, որ զորով դուրս գանք, այսինքն փակեն լրիվ սահմանները, առևտուրը փակեն դե ուզես չուզես, եթե առևտուր չես անում հետները մնում ես ինչ անես, հա, հասկացնել որ դուրս արի։ Բայց բացի այդ փոխարտգործնախարարների ուղերձներից, նաև Սամվել Կարապետյանը այնտեղ մի հատ մեծ ֆորում հրավիրեց, եթե հիշում եք, եւ մի հատ թուղթ են դրել դեմը, տեքստ երևի էլ նույն
արտգործնախարարությունից Ռուսաստանի, որը կարդում էր, որ անթույլատրելի է, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից եւ գնա Եվրամիություն եւ այլն, հա։ Այդ ծաղիկներն էր այն շարժման, որը պետք է կազմակերպեր Սամվել Կարապետյանը Հայաստանում եւ որը մասամբ կանխվեց, երբ որ ինքը նաեւ ավելի բացահայտ արտահայտվեց, որ իրենց ձևով պետք է այստեղ ինչ-որ միջամտեն քաղաքականությանը, այսինքն ոչ քաղաքական ձևերով, քանի որ քաղաքական ձևերին հակադրվելով էր ինքը ասում իրենց ձևերի մասին, ինչը հիմք հանդիսացավ իրեն ուրեմն մեկուսացնելու եւ կլանավորելու համար։ Եվ որոշակիորեն այդ ռուսական արշավը ալիքը որոշակիորեն սահմանափակելու, ոչ թե կանխելու, որտեղ ամեն դեպքում դեռ ինչ-որ այդպես շարժեր գնում է եւ այդ գումարները բերելու են, ծախսելու են Հայաստանը ռուսական գավառ սարքելու գործում եւ դրա գլխավոր դրոշակակիրը երկուսն են Ռոբերտ Քոչյան, Սամվել Կարապետյան, հա, Իվանիշվիլիի տարբերակ են ուզում այստեղ աշխատացնեն, բոլորի համար հասկանալի։ Բայց ամեն դեպքում Հայաստանի իշխանությունները կարծես թե հետևողական են դեպի Եվրամիության անդամակցության գործում եւ իմ համար բացահայտում էր ժամկետների հարցը, որ Արարատ Միրզոյանը ասեց, որտեվ երբ որ լրագրողը հարցնում է, ասում է իմ ունեցած ինֆորմացիայով, որ ստացել եմ Հայաստանում աշխատող եվրոպական մի դիվանագետից, Հայաստանը արդեն մյուս տարի պետք է դիմի հայտ ներկայացնի Եվրամիության անդամակցության, եւ Արարատ Միրզոյանը ոչ միայն չի հերքում, այլ ասում է կարող է նույնիսկ այս տարի լինի։ Ես ենթադրում եմ հետեւյալը. կամ հայտը նախապատրաստում է իշխանությունը եւ իրոք կամ այս տարի կամ մյուս տարի դիմելու են, ընդ որում մյուս տարի դա կարող է լինել միջև ընտրություններ եւ կարող է լինել ընտրություններից հետո։ Տրամաբանությունը հետեւյալն է. միջև ընտրությունները դա արվում է նախընտրական նպատակներով, որպեսզի ամբողջականորեն պրոեվրոպական, ուրեմն, տրամադրությունները աշխատացնեն նաեւ իշխանության իրենց ձայներ քվեներ ստանալու համար, որի մեջ ոչ մի վատ բան չկա, եթե իրենք կրող են իրոք դրա կրողն են, բայց նաեւ արդյունքներ իրենք կարող են քաղել դրա այդ արժեքների եւ այդ ընթացակարգերի այն ուժերի հետ միասին, որոնք որ առաջամարտիկն են եղել Եվրամիության ինտեգրման, ես նկատի ունեմ արտախորհրդանական ժողովրդավարական ընդդիմությանը Եվրաքվեի շրջանակներում եւ ժողովրդավարական հարթակի շրջանակներում համախմբված, որը ավելի լայն շրջանակ է, քան միայն Եվրոքվեն։ Եվ երկրորդ տարբերակը դա գնալ անսալ ժողովրդի քվեն դեպի Եվրամիություն տանելու ընտրությունների միջոցով, այսինքն ոնց պետք է անսա, այսինքն ոչ թե հայտն է ներկայացնում միջև ընտրությունները իշխանությունը Եվրամիության անդամակցության, այլ նախընտրական ծրագրի մեջ է մտցնում այդ հայտը ներկայացնելու գաղափարը անմիջապես ընտրություններից հետո։ Եվ ասում է, ժողովուրդ, եթե դու ուզում ես, ես հիմա չեմ անում այդ քայլը, քեզանից եմ սպասում, քեզանից եմ քվե սպասում եւ մանդատ սպասում դրա համար։ Եթե դու տալիս ես ինձ իշխանությունը, դրա հետ միասին ինձ տալիս ես մանդատ Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելու, որտեղ ես իմ ծրագրում հիմա ասում եմ, որտեղ շատ դեպքերում մեղադրում են, չէ, իշխանություններն ասում են, քեզով է տվել այդպիսի մանդատ, դու Եվրոպա ուր ես տանում Հայաստանը, քո նախորդ ծրագրում այդպիսի բան չկար։ Հա, չկար, բայց 5 տարվա մեջ շատ բան է փոխվել։ Ընթացքում կարող է կառավարությունը նման ճկուն քայլեր անել։ Հենց որ երկու տարբերակներն էլ հնարավոր է, իմ համար ավելի ընդունելի է նախորոք հայտարարելու, հայտ ներկայացնելու գաղափարը իհարկե, բայց եվրոպացիների համար կարող է նախընտրելի լինի երկրորդը, ինչի, որովհետև կարող է այսօր հայտը ներկայացնես, վաղ Վրաստանի պես իշխանություն փոխվի պրոռուսական եւ ասի ինչ հայտ, ինչ բան։ Չեղարկեք այդ հայտ օրինակ կամ էսի քայլեր անի, որ Եվրոպան ինքը ասի, ես ով եք դուք։ Երրորդ տարբերակը ծրագրի մեջ գրի, բայց չանցնի իշխանությունը։ Հա, ետել մի այլ վտանգ է, հա, եվրոպացիների համար։ Որը որ համարժեք է նրան, որ հայտը ներկայացնի ու չանցնի էլի։ Հայտը ներկայացնի, հաջորդ ուժը շարունակի այդ գիծը։ Հաջորդ ուժը չի կարող լինել այլ Հաջորդ ուժը հենց ինքը կներկայացնի, հա, եթե Չէ, հաջորդ ուժը ես չեմ տեսնում։ Եթե մենք ենթադրենք, որ հաջորդ ուժը կարող է լինի ժողովրդավարական ընդդիմությունը պրոեվրոպական, այսինքն այնքան ձեն հավաքի, որ գործող իշխանությունները շատ հավաքի, հա, այդ շատ հրաշալի կլինի։ Իմ համար երանելի տարբերակ է, բայց իրատեսորեն ես հիմա չեմ տեսնում այդպիսի ուժ, որը կարող է ավելի շատ ձայն հավաքի, քան Նիկոլ Փաշինյանը, այդ թվում ժողովրդավարական ընդդիմության շրջանակներում, հա, օբյեկտիվորեն դա հնարավոր չի։ Ես առավելագույնը կարող եմ տեսնել ուժ, որը կարող է մեծ, այսպես ձայներ հավաքի, լինի երկրորդը կամ երրորդը Նիկոլ Փաշինյանից հետո ժողովրդավարական ընդդիմության ուրեմն ուժերին նկատի ունեմ, որը որ կամ կդառնա ժողովրդավարական ընդդիմություն հենց նաև պարլամենտում եւ վերջապես մենք կունենանք այնտեղ արժեքավոր արժանի ընդդիմություն պարլամենտում կամ եթե դրա կարիքը լինի եւ պարզ լինի որ առանց կոալիցիայի հնարավոր չի որ ուրեմն ժողովրդավարական ուժերի իշխանություն ձևավորեն, այսինքն Նիկոլ Փաշինյանը 50% չհավաքի, մտնի Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիայի մեջ եւ եթե հավաքի բավականաչափ այո, եւ նաեւ դրանով վերահսկի եւ ինչ որ ավելի լուրջ ռեֆորմների
պարտադրանք բերի այդ կառավարության մեջ, այն ինչ որ գործող իշխանության մոտ այդքան էլ լավ չի ստացվում, ոնց տեսնում ենք, հա։ Այսինքն ես տեսնում եմ այդ սցենարները Արադ Միրզոյանի ասացի մեջ այդ բոլոր սցենարներն էլ տեսանելի են։ Իմ համար կարևորը այն է, որ նաև թե դրա ժամկետները սահմանվեցին, այսինքն մենք մյուս տարի ունենում ենք այդ հայտը, ընտրությունից առաջ կամ ընտրությունից հետո ամենաուշը։ Կամ այս տարի, եթե այս տարի է լինելու, չեմ կարծում այս տարի մենք Եվրամիության հայտ ներկայացնենք։ Առավելագույնը կարող է այս տարի հրճակում լինի հենց իմ ասացի, այսինքն ծրագրի մեջ, իշխող կուսակցության նախընտրական ծրագրի մեջ մտցնելու մասին հրճակում լինի, որ մենք հայտի գաղափարը Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելու գաղափարը մտցնելու ենք մեր ծրագրի մեջ։ Այդ դա կլինի այս տարվա քայլ, ինձ թվում է, հա։ Այդ ուղղակի այսպես կանխատեսում դա ինսայդերական ինֆորմացիա չի, որովհետեւ այդպիսի ինֆորմացիա չունեմ, զուտ վերլուծում եմ թե գործող իրողությունների եւ թե Արադ Միրզոյանի հայտարարությունների հիման վրա։ Այս վերջի շրջանում ձերբակալությունները ինչի հետ եք կապում, ինչպես եք բացատրում։ Որը կոնկրետ։ Կոնկրետ ասենք նույն այս վերջին օրերին էլի եկեղեցու սպասավորները ձերբակալվեցին։ Եկեղեցին դարձել է ռուսական շահերի սպասարկման որջը։ Ես նկատի ունեմ եկեղեցու վերնախավը։ Դարձրել է հայ առաքելական եկեղեցին ռուսական վերահսկողության գործիք։ Պատահական չի, որ կաթողիկոսի դեմ երբ որ շարժում եղավ հեղափոխությունից հետո, հա, նոր Հայաստան, նոր կաթողիկոս շարժումը հիշում եք։ Ցավոք սրտի այն ժամանակվա իշխանությունը եւ Նիկոլ Փաշինյանը չաջակցեց որևէ կերպ այդ շարժանը, համարելով որ դա եկեղեցու ներքին գործն է, մեկ եւ երկրորդը նաեւ կար ճնշում Ռուսաստանից, էլի, տեսեք, որտեղից է բացահայտումները գալիս։ Այդ ստույգ ինֆորմացիա, այդ արդեն ինսայդերական ինֆորմացիա եմ ձեզ ասում եւ դրա մասին մի անգամ չէ որ բարձրաձայնել եմ, որ երբ որ այդ շարժումը սկսվեց եւ Ռուսաստանում տպավորություն կար, որ իշխանությունները ինչ որ ձև միջամտում օգնում են այդ շարժմանը, որ փոխեն կաթողիկոսին, ինչը շատ լավ կանային, պետք էր մաքրել այդ ախորները եւս եւ հայ առաքելական եկեղեցին վերադարձնել հայ ժողովրդին։ Հիմա ինքը պատկանում է ռուս Կրեմլին, ռուսական կայսերական շահերին։ Չարեցին եւ այն ժամանակ հա ինչ է ասում, Պուտինը զանգում է Նիկոլ Փաշինյանին եւ ասում է այն Խաչատուրովին բռնեցիք, ձեն չհանեցինք, ասեցինք լավ դե հիմա իրանց ներքին գործնա, չնայած հապկի քարտուղար էր։ Բայց ասում է գոնե էս ծերունուն բաց բան արեք, հանգիստ տողեք, ասում Աստավցիվ պակոյ этого старика։ Նիկոլ Փաշինյանը հասկանում է ինչի մասն է խոսքը, որ կարող է ճնշումներ նաև լինեն, եթե այտենց արդեն այտենց անմիջականորեն եւ ուղիղ բան է խնդրում, եւ ընդհանրապես ոչ միայն չի ուրեմն օգնում, չի աջակցում այդ շարժմանը եւ բացի թողի վիճակում այդ շարժումն էլ այդպես չկարողացավ հանել կաթողիկոսին, որտեղ առանց իշխանության այդ մեխանիզմները չէր կարող գործադրել որևէ մեխանիզմ, այդքան հեշտ չի էլի կաթողիկոսին հանել։ Նիկոլ Փաշինյանը անմիջական վտանգ է տեսնում, անմիջական վտանգից է խուսափում։ Եվ արդյոք Նիկոլ Փաշինյանը ինքը մասնակցում է կամ իր ձեռքով է այդ ամենը։ Պետական իշխանությունները, բոլոր պետական իշխանությունները, որտեղ գոյություն ունեն հայրենասեր, պետականամետ գործիչներ, հասկանում են այդ վտանգը։ Ասենք ինչ նշանակում չհասկանալ, չտեսնել, թե ոնց են սինխրոն աշխատում եկեղեցու վերնախավը ռուսական գործակալական ցանցերի 5-րդ Շարասյան հետ միասին։ Ինչ նշանակում չհասկանալ, որ եկեղեցին ախտահարված է եղել սովետական շրջանի ամբողջ այդ Ստալինից հետո, երբ որ վերականգնեց եկեղեցիները, գիտեք, խորհրդային երբ որ եկավ, ընդհանրապես կրոնի դեմ պայքար էր։ Եկեղեցիները քանդում էին, կրոնավորներին բռնում էին, գնդակահարում էին, հալածում էին, որպեսզի ոչ մի եկեղեցի չլինի գործող, հա կարող են կառույցներ մի քանի պահպանվեցին, բայց ընդհանուր առմամբ եկեղեցի որպես հաստատություն պետքա չլիներ։ Ստալինը պատերազմի ժամանակ որոշեց, որ չէ, ոնց որ թե մեզ համախմբման համար պետք է նաև հավատացյալներին մեզանով անել, որ նաև 5-րդ շարասյուն չդառնան թշնամու համար հավատացյալները, եւ որոշեց վերականգնել բոլոր եկեղեցիները եւ ոչ միայն կրոնները, եկեղեցիները, այլ նաև ոչ միայն քրիստոնեական, այլ նաև մահմեդական։ Բայց որն էր պայմանը, ընդամենը կար մեկ պայման եւ իդեպ դրա մասին նաեւ խոսում են այսօրվա այն եկեղեցականներ, որոնք հայրենասեր են,
կրոնավորները, նախկին կրոնավորները, նախկին եկեղեցական պաշտոնյաները, հա, որոնք այսօր հարցազրույցներ են տալիս եւ այդ բացահայտումները անում են, բայց դա բոլորիս པարզ է։ Մենք գիտենք, այդ պատմությունը բացահայտ է եղել է, արխիվները բաղուց բացվել են։ Ստալինը, երբ որ հրահանգը տվեց, որ բացել այդ բոլոր կրոնական բաները, մի պայման կար, որ ձեր բոլոր վերնախավերը պետք է ենթարկվեն NKVD-ին, հետո դառավ KGB։ Ենթարկվեն, որ պետքա օգնեք, որ բոլոր մեր ագենտները ներդրվեն։ Նույնիսկ բառացի այս վերջի եկեղեցականների մեր հարցազրույցներից, դա նոր եմ իմանում, որ բառացի հանրականը եղել, որ ձեր եկեղեցականները որ գնան դուրս գան, պետքա ծրարներ հետները տանեն, մեր գործակալներին այնտեղ փոխանցեն, ձեզ կասեն, ում փոխանցեք, ում բա։ Այսինքն նաև կուրիեր են դարձել մեր տերտերները այդ ռուսական ագենտուրան դրսում աշխատացնելու համար։ Էն էլ Հայաստանի պես Գանձ է իրանց համար ուղղակի եղել հայ եկեղեցին, որտեղ լայն ցանց է ունեցել արտասահմանում կապերի եւ այդ գնալ գալը շատ ավելի ակտիվ է եղել, քան օրինակ, չգիտեմ, Թաթարստանում ծվարած ինչ որ մի հատ մսկիթի հոգեվորական։ Եվ իրենք լավ էլ աշխատացրել են, լավ են օգտագործել են նաև ոչ միայն եկեղեցին, նաև Սփյուռքում գործող հայկական կառույցները որպես հեշտ ագենտուրա հավաքագրելու ձև եւ այլն։ Դրա մասին Կալուգինը Բարսաշյան կգբշնիկ, որը փախավ Ամերիկա, սկսեց բաց-բաց խոսել, գիրք կա դրա մասին։ Այդ ամեն ինչը գիտենք, ինչ հաշնակում թույլ են տվել։ Ելցինի ժամանակ ամեն ինչ էլ թույլ են տալիս։ Չէ, իմ հարցը Ռուսաստանն է այժմ կամաց բացահայտում մարդկանց տեղը մատնացույցանում, թե Փաշինյանը ներսում կարողանում է։ Չէ, Ռուսաստանը շահագրգռված չի, որ իր գործակալները, իր ազդեցության գործակալները, իր շահերը սպասարկողները բացահայտվեն։ Ինքը գործուղում է, որ դրանք Հայաստանի պետականությունը քանդեն, ոչ թե որ բացահայտվեն։ Հայաստանից են այդ ինստիտուտները, հիմա դուք անդադ ասում եք Փաշինյան, կարծես թե Փաշինյանն է Հայաստանի Հանրապետությունը։ Ոչ, Փաշինյանը վարչապետն է, հա, մեծ ազդեցություն ունի, հեղինակություն ունի իր իշխողուժի մեջ, բայց այնտեղ կան ինստիտուտներ գործող։ Կա անվտանգության ծառայություններ, քննչական մարմիններ, այնտեղ աշխատում են հայրենասեր մարդիկ, ինչի եք մտածում, որ այն հարցերն ուղում ձեզ, որը քննարկվում է մարդկանց մոտ, այս հարցերը, որոնք ես ձեզ ուղում եմ, ես արդեն բազմիցս ասել եմ, այդ հարցերը ես այսպես հավաքում եմ եւ հիմա ասում եմ գլոբալ շրջանակը, որի շրջանակներում այդ ձեռքբերությունները լինում են, գլոբալ շրջանակը Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելն է, թույլ չտալը, որ այստեղ էլ Իվանիշվիլիի պես մեկը ծնվի ռուսական սպասարկու, որ գա պետականության վրա քար գցի գլխին։ Այն ինչ որ Մոլդովայում հաջողվեց կանխել նաև շատ ուժերի արգելելով եւ որևէ մեկ արտասահմանից Եվրոպայից, որոնք որ չափորոշիչ են նաև սահմանում ինչն է ժողովրդավարություն, ինչը ոչ, չասեց, որ սա հակաժողովրդավարական քայլեր են, որովհետեւ ցանկացած պետություն իրավունք ունի պաշտպանելու իր ինքնիշխանությունը օտար երկրյա ներխուժումներից, այդ թվում քաղաքական։ Հիմա այդ գլոբալ շրջանակից անցնենք կոնկրետ դեպքերի։ Կներեք, եթե բացահայտվում է, որ Հայաստանի Հանրապետության օրենք է խախտել ինչ որ մեկ, ընդ որում ազատության հավաքների ազատության մասին, ազատ ընտրելու մասին օրենք է խախտել։ Պարտադրել է ինչ որ մեկին իր պաշտոնական դիրքը չարաշահելով, պարտադրել է, որ ինչ որ մեկը մասնակցի քաղաքական ինչ որ միջոցառումների հավաքի։ Դա Հայաստանի օրենքով հետապնդվող արարք է։ Ինչ պետք է անի ուրեմն իրավապահ մարմինները։ Պետք է ասեն, չէ, դե որ ինքը տերտեր է, իրեն ամեն ինչ կարելի է, բարև ձեզ։ Ամեն ինչ կարելի է, ուրեմն թող գան մի հատ ամեն օր ձեր գլխին մի հատ չագուճով խփեն, ասեն ես տերտեր եմ, դրա իրավունք ունեմ, քանի որ ինձ ոչ մեկ չպետք է կպնի, այ քեզ բան։ Օրենք է խախտել, պետք է գնեն նստի, եթե դրան է հասնում, որ նստելու օրենք է խախտել, այսինքն քրեական հետապնդման ենթակա օրենք է, որտեղ այդ մարդիկ մաս են կազմել նույն են քրեա օլիգարխիայի, որը որ 20 տարի սովոր է եղել, որ այդպես պետք է լինի, որ իրանք պետք է մեզ sense ճտասնեն, զանգեն, ասեն դպրոցներով, համասարաններով, բոլոր ուսանողներին քշեն, ասեն գնացեք մասնակցեք Սերժի օկտի հանրահավաքի։ Հիշում եք Սերժի հանրահավաքը 2008 թվականի հայտնի ընտրություններից հետո, կեղծված ընտրություններից հետո, եկան լցվան, բերեցին ավտոբուսներով գյուղերից եւ այլն, լցեցին հրապարակը, լցեցին տեսան, տեսեք 100,000 մարդ է հավաքվել, մի ժամ էլ չդիմացան այդ 100,000 մանե, ներկա բացական հենց որ ստացան, սկսեցին ցրվել։ Հերիք չցրվեցին, շատերը գնացին Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին եւ դրա համար ամենամարդաշատ հանրահավաքը դարձավ այդ ժամանակվա Լևոն Տեր-Պետրոսյանի հետընտրական հանրահավաքը փետրվարի 28-ն էր, եթե չեմ սխալվում, 2008 թվականի։ Այդ ոնց եղավ։ Հենց այդտենց եղավ, որ խախտելով օրենքը պարտադրում էին մարդկանց ավտոբուսներով քշում են, որպես անասուն է։ Հիմա որ ասում են ժեխեք, խորապես անասուն եք, այդ նույն մարդիկ են ասում ժողովրդին, որտեղ միշտ ժողովրդին այդպես են վերաբերել, որ կարելի է քշել ավտոբուսներով բերել, որ կարելի է սեփական ենթակա հոգեվորական պաշտոնյաներին տվյալ դեպքում այդ Արամ ուրեմն
եպիսկոպոսը, չգիտեմ, ինչ պաշտոնյա, ասել որ կգնաս կմասնակցես եւ մենակ Յուրիան չեն ասել, ինքն է անկեղծ ասում, բա շատերին են ասել, կգնաս կմասնակցես Նիկոլի դեմ հանրահավաքին։ Իրենք սովոր են, որպես ոչխար վերաբերել մարդկանց, հանձնարարել, պարտադրել սեփական կամքի դեմ մարդկանց քայլել, բայց դա օրենքի խախտում է, կներեք, քրեա օլիգարխիայից մաքրվեցինք, եկեղեցի ներսում քրեա օլիգարխիայից չմաքրվեցինք, հեղափոխություն չեղավ եկեղեցուն, որը պետք է անել։ Այդ Նիկոլ Փաշինյանի պատասխանատվությունն է, որ չարեց, որ լսեց այն ժամանակ Պուտինին, որ աստարծիվ պակոյ этого старика, իմանալով այդ старիկը ում բաներն է սպասարկում, շահերն է սպասարկում Հայաստանում։ Ու այդ նույն Գարեգինն է, որ մի հատ զանգեր չղողանջեց, երբ որ Հայաստանի դեմ եւ Արցախի դեմ պատերազմ էր, բայց ամեն տերտերի մի հատ կպնում են, ինչ հատ է ռազմական հեղաշրջման կոչ է արել, բռնում են, զանգեր ղողանջեք։ Այդ ո՞նց եղավ, որ Հայաստանի եկեղեցու զանգերը պետք է ղողանջեն ոչ թե հաջորդի համար, ոչ թե մեր խնդիրները լուծելու համար, ոչ թե մեզ ժողովրդին ազգին կոնսոլիդացնելու համար թշնամիների դեմ, որ թշնամին հարձակվում է, այլ երբ որ ներքին թշնամիներին մեր պետությունը ուզում է մեկուսացնի, այդ ժամանակ են մենակ, որովհետև դուք բռնազավթել եք եկեղեցին, այդ զանգերը բռնազավթել եք, ձեր ձեռից պետքա խլել եկեղեցին էլ, զանգերն էլ եւ վերադարձնել ժողովրդին, այն ինչ որ Նիկոլ Փաշինյանը չարեց ժամանակին, հիմա նոր պետք է անել ուրեմն։ Ինչպես եք տեսնում զարգացումը, ինչ եք պատկերացնում։ Բոլորին պետքա մաքրել, այդ այնց ցանցերով իմանալ հերթով ով ինչ այդպեսի։ Սա լյուստրացիա է։ Հակաօրինական, այո, լյուստրացիայի տեսակներից մեկն է։ Այն ինչ որ պաշտոնապես չարեցին, գոնե այսպես ներքին կարգով թող անեն։ Հաթաթ տեսնեն ով ինչ հակաօրինական գործողություններ է արել, այդ թվում տնտեսական, ֆինանսական, ինչ ջեբկիրություն են արել, ինչ բարեգործություններ են յուրացրել, դա էլ մի ուրիշ հարցազրույցից, էլի նախկին եկեղեցականի, որ ասում է այդ բարեգործությունները, որ արտասահմանից գալիս է, 90%-ը չի ծառայում նպատակին, յուրացնում են ուղղակի, բայց կալոդներով փողերը ինչ գործ ունեն եկեղեցուն, որ գնացին, ուրեմն զննություն արեցին ու այդքան փողեր բացահայտվեց։ Բոլոր դրանց պետքա կողել ծակերը, բանտերը, որտեղ դրանք հանցագործներ են։ Ուրեմն սքեմ հակած հանցագործներ են, դրանք ինչ կապ ունեն եկեղեցու հետ։ Համ եկեղեցին է խայտարակում հերիք չի, համ մի հատ էլ ծառայեցնում են եկեղեցին օտար պետության, կայսրության շահերին Հայաստանը նորից գաղութացնելու համար։ Ովքեր որ հիմա այդ եկեղեցականներին պաշտպանում են, ուզում է եվրոպական դրոշի տակ պաշտպանեն, ուզում է ամերիկյանի, ուզում է ինչ դրոշի տակ պաշտպանեն, ուղակի թե անուղակի ծառայում են նույն Պուտինին, նույն KGB-ին։ Թող իրանք լավ մտածեն այդ գործողությունները անելուց առաջ։ Ասում են եկեղեցին է թիրախավորվել, ինչու եք եթե անգամ լյուստրացիայի մասին եք խոսում, եկեղեցին թիրախավորել, հենց եկեղեցում մասին այլ տեղ չկան։ Լսեք, 18 թվականին, երբ որ մենք հեղափոխություն արեցինք, ում դեմ հեղափոխություն արեցինք, Հանրապետության, Հայաստանի Հանրապետության դեմ, թե ջեբկիր իշխանությունների։ Իսկ մը բոլորի համար, բոլոր ուղեղ ունեցող մարդկանց կամ իրենց էշի տեղ չդրած մարդկանց համար պարզ էր, որ մենք Հայաստանի Հանրապետության դեմ հեղափոխություն չենք արել։ Հակառակը մենք փրկել ենք Հայաստանի Հանրապետությունը այն ջեբկիրապետությունից, այն քրեա օլիգարխից, որ զավթել էր այդ հանրապետությունը։ Հիմա ովքեր որ չեն տեսնում այդ տարբերությունը, իշխանությունը զավթած, եկեղեցում իշխանությունը զավթած ջեբկիրների եւ հայ առաքելական եկեղեցու որպես ինստիտուտի, կամ իրենց էշի տեղ են դրել, կամ KGB-ի գործակալներ են, թող գնան կողմնորոշվեն։ Եթե ջեբկիրներին բռնում են, նստացնում են, ազատում են եկեղեցին այդ ջեբկիրներից։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջակփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252
Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Glendale-ում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Շնորհակալություն, վերջին հարցը վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը եւ fake news-երին, որը համենայն դեպս այդպես է անվանում Նազելի Բաղդասարյանը հերքելով, ես հիմա հերթով կասեմ։ Փաշինյանը թրիփի նախագծի հետ կապված հայտարարություն է արել, նա ասել է, որ այն տեղերում, որտեղ հաղորդակցության կառուցում արդեն պիտի սկսվի, ենթադրվում է, որ եւ տրամաբանական է, որ այդ հատվածում որքան անհրաժեշտ է այդ ենթակառուցվածքի անցնելու համար, նաեւ սահմանազատում է լինելու։ Դա ընդհանուր սահմանազատման տրամաբանության մեջ չի լինելու, այլ լինելու է այնքանով, որքանով պետք է ենթակառուցվածքը անցնելու եւ նա ասում է սահմանազատումը մաս է այդ process-ի։ Սա Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է, որը կխնդրեմ ինչպես եք դուք մեկնաբանում սա եւ այսօր արդեն Նազելի Բաղդասարյանը, ինչպես ասացի, հերքեց այն տեղեկատվությունը, թե արդեն Հայաստանի Հանրապետությունը ինչ որ հատված է զիջել Ադրբեջանին Սյունիքում։ Այդ նույն 5-րդ շարաշունը պետք է նաև հայ ժողովրդի վախերի, էմոցիոնալի վրա շարունակել խաղալ, չէ՞։ Պատերազմից հետո ինչ հիշում եմ, Սյունիքը տվեցին, Սյունիքը տվեցին, Սյունիքը տվեցին, Սյունիքը տվեցին, Ջերմուկը տվեցին, Ջերմուկը տվեցին, Գեղարքունիքը տվեցին, տվեցին, Վարդունիսը անընդհատ տվեցին, ոչ մի բան չեն տվել պարզվում, հա, եւ այդ մարդիկ, ովքեր այդտենց ստեր էին տարածում, գնալով վարկաբեկվեցին, ոչ մեկ իրանց հիմա չի հավաքում, բայց շարունակում են այնպես վախեր տարածել։ Հիմա սահմանազատումը ինչի է պետք հենց այդ հատվածում հատկապես, հա, որովհետեւ մարդիկ բարձ հասկանան։ Պետք է սահմանային անցակետ դրվի, չէ՞, որտեղ պիտի մաքսավորները կանգնեն, այդ սարքավորները լինեն, որ անցնեն, դառնան մարդիկ եւ բեռներ, այնտեղ ստուգեն։ Պետք է իմանան, չէ՞, որտեղ պիտի կանգնի։ Որտեղ պիտի լինի, որտեղ որ սահմանն է։ Սահմանը եթե գծած չի տեղ, որոշված չի դեռ որտեղ է, պետք է այդ սահմանազատումը արվի այն քարտեզներով, որի տակ Ադրբեջանը արդեն ստորագրել է, համաձայնվել է, այսինքն 74-75 թվերի գլխավոր շտաբի, սովետական միության գլխավոր շտաբի քարտեզների հետ, որը հիմք է հանդիսանում այդ սահմանազատումների համար։ Այսինքն դա այն քարտեզները, որոնք որ սահմանազատում են Հայաստանի խորհրդային Հանրապետության եւ Ադրբեջանի խորհրդային Հանրապետության սահմանագիծը։ Հիմա դա ինչա թե այդտեղ պետք է սահմանագիծ արվի, միանգամից էլի աղմուկ տվեցին, հələ այդ էլ հերիք չի, ոչ միայն ասում են Սյունիքից 1200 քառակուսի կիլոմետր, թե որտեղից են թիվ վերցրել, որ 1200 քառակուսի կիլոմետր զիջում են ուրեմն Ադրբեջան, հերիք չի։ Մի հատ էլ Մարգարայի կամուրջի մոտ, ուրեմն Հայաստանի ներսում իբր թուրքերը պահանջել են անվտանգության գոտի, էդ էլ են տալիս։ Որտեղից են հնարում այդպիսի բաներ, այսինքն ոնց կարելի է ամեն օր քնել զարթնել մի էշություն դուրս տալ, մի սուտ տարածել, ընդ որում տարածել նաև իրենց պաս տված, հա, թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցների միջոցով մենք տեսնում ենք, որ լավ ակտիվ իդեպ աշխատում են իրար հետ պասեր տալով, Հակինազն այնտեղ մի քանի թուրքական լրատվամիջոցներ, ինչի են դա անում, որտեղ ոչ թուրքերին, ոչ ադրբեջանցիներին ձեռ չի տալի գործող իշխանությունը մնա, որտեղ թուրքերն էլ են դժգոհ տրիպով եւ որ Եվրամիություն եւ Թուրքիա, բանը Ամերիկա է բերում Հայաստան Նիկոլ Փաշինյանն ու գործող իշխանությունը եւ առավելևս ադրբեջանցիները, որ տուպիկի մեջ են հայտնվել, ոչ մի բան էլ չեն կարողան, ոչ կարան հարձակվեն Հայաստանի վրա նման պայմաններում, Ռուսաստանի հետ հարաբերություն
հանրությունը թշնամացրեցին, որտեվ գնացին Թրամփի հետ թրիփ ուրեմն ստորագրեցին։ Եվ հիմա վերջի կաթիլն էլ է, որ հանգարց Ռուսաստանում չստորագրեն նաև այդ վերջնականը, այն ինչ որ Ռուսաստանը հիմա ասում է, գոնե այդ եկեք մեր մոտ ստորագրեք, այդ դրա համար պետքա թույլատրել Հայաստան դիրքեր, որ Հայաստանը թռնի այդ Թրամփի տրիպի պայմանավորվածություններից, որ ինքը Ադրբեջանը մաքուր դուրս գա։ Իսկ ոնց դա կարա լինի։ Մենակ իշխանապողության դեպքում, երբ որ բերեն 5-րդ Շարասյան ռուսական ագենտուրային բերեն այստեղ էլ իշխանության կարգեն, եւ Ալիևը ասի, տեսակ ինչ եղավ, ու այդ ժամանակ հարձակվի Հայաստանի վրա, ելի Ռուսաստանի հովանավորությամբ, ոնց որ միշտ արել է։ Իսկ հիմա չի կարող դա անի, որտեվ այստեղ Արևմուտք եւ Ամերիկա եւ Եվրոպա բերած ուժեր են, որոնք արդեն այնտեղից ունեն հովանավորություն եւ աջակցություն, եւ Ալիևը կյանքում չի համարձակվի նման բալանսով, նման ռասկլադով հարձակվի Հայաստանի վրա։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, շնորհակալություն ձեր մեկնաբանությունների համար։ Ես եմ Ձեզ մի քիչ զայրացրեցի, բայց դե ճշտող հարցերով փորձում Ոչ եմ։ մի խնդիր։ Շնորհակալ եմ շատ։ Համեցեք։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանն էր, մեր զրուցակիցը զրուցվար Մերգայան Առաքելյանը, բարին ընձեզ։